Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ եւ բարի հանգստյան օր բոլորիդ։ Սկզբի համար կխնդրեմ գրանցվեք իմ ալիքին, չմոռանաք ձեր լայքերը, եղեք ակտիվ, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Եկեք սկսենք վերջի հրատապ նորություններից։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ այո, հարվածել է Իրանին, հարվածել է միջուկային օբյեկտներին 3 կետում ժողովուրդ ջան, իսկ Իրանը իր հերթին հայտարարել է, որ գիտեք ինչ կա, ինքը հասցրել է այդ միջուկային հունքերը, եկեք ցես ձևակերպենք, տեղափոխել մի ուրիշ վայր եւ խոցված բունկերներում եղել է դատարկություն, այսինքն դատարկ բունկերներ են խոցել Միացյալ Նահանգների ռմբակոծիչները։ Բայց այստեղ ամենակարևորը գիտեք որն է, որ իմ կարծիքով Տրամպը այս հարվածներով, որը որ ցույց տվեց, այսինքն արդեն Իրանի հայտարարությունը ցույց տվեց, որ այո, այդ ռմբակոծիչների տեխնոլոգիան եւ զենքը կարողանում է այդ խորության վրա գտնվող բունկերները ոչնչացնել։ Չէ՞ որ Իրանը չի ասում այդ բունկերները չեն ոչնչացել, այ հակառակը, ասում է այո, ոչնչացվել են, բայց մենք հասցրել ենք տեղափոխենք հունքը այդտեղից, չէ՞։ Այսինքն այդ տեխնոլոգիան կարողանում է ոչնչացնել այդ խորության վրա բունկերները։ Սա լուրջ մեսիջ է Ռուսաստանին։ Հիմի բացատրեմ ժողովուրդ ջան, ինչ էր մի հատ ուզում անել սկզբից Տրամպը։ Առաջին իհարկե օգներ իր դաշնակցին, երկրորդը ինքը շատ էր ուզում տեսնել էֆեկտիվությունը իր ռազմաօդային ուժերի, հա, այդ ռմբակոծիչների էֆեկտիվությունը այդ բունկերային պայմաններում, եւ երրորդը իհարկե հիանալի մեսիջ ուղարկեր Վլադիմիր Պուտինին, որ գիտեք ինչ կա, բարև ձեզ, այս նույն բանը կարող է լինի ձեզ հետ, եւ այդ ձեր ատոմային բոմբով շատ վեր մի թռեք, եւ իհարկե դու էլ շատ վեր մի թռի, որտեվ ցանկացած բունկերում քեզ կարող եմ ոչնչացնել, ապերջան։ Այս էր նշանակում այս գործողության ամբողջ կարելի ասել իմաստը։ Ինչու եմ ես sense ձևակերպում, որտեվ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Իսրայելը 100%-անոց համոզված չեն կարող լինել, որ այո, այդ բունկերներում գտնված միջուկային հունքերը բոլորը վերացվել են եւ ոչ միտեղ չեն տեղափոխվել եւ իհարկե ողջ մեծ Պարսկաստանում, ողջ Իրանում էլեձևի հումքեր չկան։ Իմ կարծիքով սա ավելի շատ PR ակցիա էր եւ մեսիջ էր Ռուսաստանի Դաշնությանը, քան խաղաղությամբ պարտադրված ինչ-որ մի քայլ, որտեվ ես նորից կրկնում եմ, անհնարին է համոզված լինել, որ Իրանի որևիցե մի այլ օբյեկտում կամ բունկերում գոյություն չունի նման հումքեր միջուկային, հա, ամենայն հավանականությամբ ունեն եւ ամենայն հավանականությամբ եւս կլինեն մի քանի հարվածներ այսպես, եթե հետախուզությունը իհարկե այդ տեղեկությունը տա։ Ես չեմ կարծում, որ Իրանը այս հարվածներից հետո միանգամից վազելով կիթա եւ ինչ-որ խաղաղության պայմանագիր կստորագրի ի օգուտ Իսրայելի։ Ես այդ հեքիաթներին այս պահին չեմ հասկանում, ավելին ես կարծում եմ, որ Իրանը դեռ կարողանա վնասել Իսրայելին։ Ես իհարկե հասկանում եմ, որ Իսրայելը մի քանի անգամ գերազանցում է Իրանին իր տեխնոլոգիական առավելություններով, բայց վերջով գնաց եւ օգնություն խնդրեց իր պապային։ Պապան եկավ վերջը ռմբակոծեց։ Եթե ինքը մենակը կարողանար, ինքը մենակը կաներ։ Այսինքն, այո, գերազանցումը տեխնոլոգիապես, բայց այսքան էլ հեշտ չի տրվում Իրան ամեն ինչ։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Իսրայելին այսպիսի ցավոտ հարվածներ, այն հարթիրներով հարվածները, որ եղավ Իսրայելի վրա, շուտվանից ոչ մեկ չէր կարողացել անել, իսկ Իրանը կարողացել է։ Եվ եւս մեկ բան ուշադրություն դարձրեք, որ Իրանի ժողովուրդը այդպիսի լայնամասշտաբ կերպով չեն փախնում իրանց երկրից, ոնց որ մենք կարող էինք պատկերացնել այս պահի դրությամբ, չէ՞, մինչև այս պահը։ Ես օրինակ ավելի շատ մեծ հոսք էի սպասում դեպի Հայաստան, բայց դիտելով վերջի կադրերը մեղրից, ընդամենը ինչ-որ 500 հոգի էին դեռ այդ պահի տվյալներով եկել Հայաստան։ Այսինքն Ռուսաստանից փախուստը ավելի շատ մեծ էր, երբ որ սկսավ Ռուսաստանը իր ռազմական գործողությունները, հա, պատերազմը Ուկրաինայի հանդեպ, քան թե այս պահին, երբ որ քո երկիրը իրանցիների համար եմ ասում, ռմբակոծում են, այս պահին Իրանի կողմից փախուստն է, ժողովրդի փախուստը։ Այս կողմից կարելի ասել Իրանը բավականի չափ սենց համախմբված եւ պատրաստ է դիմադրել եւ պայքարել իր պետության համար։
որը որ իհարկե գովելի է։ Սա լրիվ ուրիշ հարց է, դուրը կգա, դուրը չի գա։ Ժողովուրդ ջան, այսի սենսը մի անցնենք մեր թեմաներին, ուրեմն հայկական դաշտում ստեղծված է մի իրավիճակ, որտեղ որ դու սագալի համարյա չես կարող խոսած, որտեղ եթե դու ասում ես կարծիք, որը որ հակ անդիմադիրա կոչվում, չնայած մենք ինդիմություն չունենք, ես մի քանի անգամ ասել եմ, հակ անդիմարիա կոչվում, քեզի միանգամից պիտակավորում են Փաշինյանական, հա։ Իսկ եթե դու ընենց բան ես ասում, որ չի ըմբռվում, հա, իշխանական կարծիքի հետ, քեզի միանգամից քոչարյանական, սերժական եւ այլն այդպիսի պիտակներ են գործում, այսինքն շիզոֆրենիկի ինչ որ տպավորություն են ուզում թողեն մարդու վրա, էլի, sense միանգամից վրատան ինչ որ անկապ բաներ գրեն։ Ես չնայած այդ ձև բաները իմ մոտ չի ազդում, ես միշտ իմ կարծիքը ասում եմ ու ասելու եմ, հարգելի շիզոֆրենիկներ, ովքեր որ սև բաներով են տառապում, եւ խորհուրդ կտամ, որ դուք էլ մարդ դառնաք եւ հերիքա սրա նրա 10-ով կենանեք կամ կտերն ուտեք։ Չէ որ ես մեռա ասելով, որ ռասի կտերը մի կերեք, եւ եթե մարդ ունի կարծիք, որը որ չի բռնում քո կարծիքի հետ, դա չի նշանակում, որ այդ մարդը այն մի ճամբարից է կամ մուշ ճամբարից է։ Դու երևի իմ ալիքի վիդեոները լավ չես նայում եւ չես տեսել ես քանի անգամ եւ ինչպիսի թեժությամբ եմ քննադատել թե Փաշինյանին, թե ռուսիկ լվացողներին, թե սուտի ընդդիմադիրներին։ Ես բոլորին հաթաթ, որտեղ ոչ մեկն էլ մեր Հայաստանի Հանրապետության մասին չի մտածում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կարծիք չունենանք եւ եթե տեսնենք, որ դուք կուտուտող եք կամ ռուսիկ լվացող եք, ռուսի զակասանող եք, 10-ով չիկ եք, չի նշանակում, որ մենք պետք է սուս մնանք ու չկարողանանք ոչ մի բան խոսանք։ Սա վերաբերվում է վերջի իրադարձություններին, որտեղ եւ շատ նուրբ, շատ նորմալ ձևով բարձրացրեցի, որ Ռուսաստանից եկած կապ չունի հայրենասեր չի, բարեգործ չի, լավ մարդ է, վատ մարդ է, սա կապ չունի։ Մարդը Ռուսաստանից եկած միլիարդատեր, որը որ կախվածություն ունի մեր ճակերտների մեջ ասած դաշնակցից, նա չի կարող լինել անկախ։ Իմ ասածը էս էր, սրանք վռաս եկան, սկսան գրել, բա դու գիտես ինքով է, դու եթե ուզում ես իմանաս, լավ գիտեմ ով է, ու քեզնից լավ գիտեմ ով է։ Այն մնացածը թե դու ոնց ես համարում, ով ոնց է, դա քո խնդրեմն է, քո իմացածը իմ վզով մի փաթի։ Եթե դուրը չի գալի, թող գնաս տեղից։ Հասկացաք, իմ համար Ռուսաստանի Դաշնության ոչ մի միլիոնատեր, միլիարդատեր մարդ չի կարող գալ եւ Հայաստանում թելադրել իր կամքը, թե ոնց պետք է լինի, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին դաշնակից չի, հակառակը թշնամական երկիր է։ Նրանք ինքներն են խոստովանել, որ իրենք թուրքերի հետ համատեղ կատարել են հիանալի մի միսիա, հա, առաջադրանք, ասենց ասեմ հայերեն։ Հիանալի մի առաջադրանք կամ օպերացիա, որով որ Արցախը հանձնել են թուրքերին։ Բացի դրանից, ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, որի դիմաց Հայաստանը դիմել է հապկին, իսկ հապկը մերժել է, իսկ Ռուսաստանը իր կողմից, հենց իր ձևով, չէ, չի ճանաչել Հայաստանի սահմանները։ Ես սա քարտեզներ ձեզի ցույց կտամ, թող ձեր նման կուտուտողների աշկերը բացվի, էլի։ Ժողովուրդ ջան, ես հատուկ իրանց եմ ասում, թող ոչ մեկ ձեզանից չվիրավորվի, դուք ձեր վրա մի վեկալեք ի ուրախությունից ձեր գերմեծամասնությունը իմ հետևորդների շատ խելացի, շատ նորմալ մարդիկ են, բայց պրոստը ես մի հատ էս հոգեկաններին ասեմ, որ գալիս են մեր եթերներ ուզում են փչացնեն, անիմաստ բաներ են գրում, շիզոֆրենիկ ավարի, չէ, բան։ Այ դու որ սրան դեմ ես, դու Փաշինյանական ես, ուզում ես թուրքը գա բան, այդ թուրքի կուտել, քեզի պայի։ Ուրեմն եթե դու 35-36 տարի ուտում ես այդ կուտը, որ գիտես, էսի չլնի թուրքը կլնի, էնի չլնի թուրքը կլնի, վեշնի թուրքը կլնի, այսինքն թող քեզի դոմփեն, թե չի թուրքը գա դոմփի, հա, ասենք էտա քո շիզոֆրենիկ մտածելակերպը, ուզում ես այդ 35 տարվա մեջ բան չես սովորե, ուզում ես որ 40 տարի դառնա այդ ամեն ինչը, դի քո շիզոֆրենիկ մտածելակերպն է։ Ստե մի արի, քո համար հատուկ եթերներ կան, չէ՞, դե կարա շիզոֆրենիկների համար ստեղծված կա ալիքներ, չէ՞, դե կարաս այդած չգիտեմ 5-րդ ալիքն է, հա, դե Սալավյովն է, հատուկ շիզոֆրենիկների համար եթերներ է, Սալավյովն է, այդած լայվեր նայես, որտեղ Միկա Բադալյանն են ցույց տալի, հատուկ շիզոֆրենիկների համար ստեղծված է, որ նորմալ մարդը կարա հայ մարդու մասին է խոսքը, իհարկե ասենք
Միկա Բադալյան նայի, հա, գցենք 24 ալի գնա նայի ապեր, այդ տեղերը ձեր համար է, Մարիա Զախարովնա չգիտեմ, գնա լսի են մի հայ անուն ինչ էր, в общем, դրան գնա լսի այդ Ռուսաստանից, որ չիմացա մարդը մեռավ, չմեռավ, գնացեք դրանց լսեք, ապեր, դուք ստի անելու բան չունեք, դուք իմ ալիքում ընդհանրապես անելու բան չունեք, դուք ինչ եկել եք այս նորմալ adekvat ալիքում, որտեղ ձեր նմանների դեմքերն է ճղվում եւ հայ ազգին ցույց տալի, դուք եկել եք ստե ուզում եք ընձի ինչ որ փաշինյանական սարքեք կամ չգիտեմ էսիական ենական, դուք ընձի դուք ձեր արշինով, դուք ընձի մի չափ եք, դուք շատ ցածր որակի մտածելակերպի մարդիկ եք, հասկանում եք, դուք միջև մի կուտուտող եք կամ 10-ով ճիկ, ձեր արած է դա, դուք թքած ունեք Հայաստանի Հանրապետության շահերի վրա, կարևորը Պուտին պապան լավը լինի, ձեր ցածր մտածելակերպը սա է, դու ինչ գործ ունես արա իմ ալիքում, դուրը չի գալի, հեսա գրի գնա ուրիշ տե նայի, լիքալիկ կախես գալիս տե նայի, որ մի հատ էլ ինչ-որ վատ բաներ ես ուզում գրես, Ինչես գալի արա, իմ ազնական ալիքնա, դուրը չի գալի, թող գնա շիզոֆրենիկ, այսքան հոգեկան հիվանդներ չկան, հասկանում ես, սրանք կամ ոտ են, կամ լրիվ գժանոցի ապրանք են, գնա էլի եմ ասում, Սալավյով, նստի ապեր, նայ, քո համար աստեղծված այս շիզոֆրենիկի ալիքը, Միկա Բադալյան բան, ուրեմն հատուկ մարդիկ, որ ցավոք սրտի մեր մեջ գտնվում են մարդիկ, որ հիշողությունը մի քիչ թույլ անում, ես ուզում եմ հիշեցնեմ Ադրբեջանի ներխուժման պոշտե պատճառները, այ չափսերը, որտեվ մարդիկ միջև մի չեն ուզում պատկերացնեն չափսերի մասին։ Կներեք, Ժողովուրդ ջան, մի հատ բան իշա, ուրեմն այն Սալավյովը, որ ասեց, ես էլ ասեմ, հեսա կասեն Նիկոլինա պաշտպանում, բայց չէ, ես հանուն իրականության, չնայած շիզոֆրենիկներին ով է բանի տեղ դնելու։ Մենք թող գիտենք, որ ասում էր Փաշինյանը հանձնեց Արցախը, որովհետև ինքը պրիզնատ եկա, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, այո, Փաշինյանը եկել է եւ սա իրան չի արդարացնում, բայց առաջինը, ամենաառաջինը Պուտինն է արել եւ Պուտինը երբեք չի ներվելու հայ ազգի կողմից, երբեք, քանի ինքը Ռուսաստանի կառավարության ղեկավարն է, ռուսը անելու բան չունի, ռուսը ես նկատի ունեմ կառավարությունը, անելու բան չունի հայ հողի վրա, այդ սուրբ հողի վրա, փչացածների համար տեղ չկա, ռադներդ քաշեք, սգրեք։ Ուրեմն ուզում եմ ես հիշեցնել, որ Ադրբեջանը, ես սա ձեզի ցույց կտամ, ժողովուրդ ջան, մացես դնեմ, նայեք ժողովուրդ ջան, ուրեմն սա այս սիպտակ գիծը, այս տենում եք այս սիպտակ գիծը, ասես անեմ, որ լավ տնեք, սա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանն է, ջերմուկի տարածքում, հմի հետ տամ, որ դուք տեսեք, նայեք ուրեմն, դուք պատկերացնում եք մի երկիր, որը որ ներխուժի ODKB, հա, անդամ երկրի տարածք եւ ռուսից թույլատրվություն ստացած չլինի, հա, այս տուֆտեքը որ գալիս են եւ ռուսական նարատիվներ են տարածում գրողների մասին է խոսքը, ուրեմն հայկական եւ ադրբեջանական սամայց նա ներխուժել են Հայաստանի տարածք, այս գիծը տենում եք, այձև, այս գիծը որ կա, միջև ստե, սա մոտավորապես 6-ից 7 կիլոմետր ներխուժել են Հայաստանի տարածք, սա կրակակետ է, ժողովուրդ ջան, թե ուշադրի նայեք, տենում եք ստե խրամատները փորած, սա իրանց դիրքերն են արդեն։ Ջերմուկից մի քանի քայլ է, գիտեք, այս է ջերմուկը։ Ուրեմն, ստեղել, որ նայեք, ահա, սրանք դիրքեր են, սրանք կրակակետեր են։ Ժողովուրդ ջան, սա Թուրքինն է, Թուրքը նայեք ինչքան է խորացել Հայաստանի Էսիա սահմանը, այստեղ։ Տեսնում եք, նայեք ինչքան է խորացել Հայաստանի տարածք, ստեղ դրել է իր կրակակետները, դիրքերը, ստեղ նույնպես դրել է իր դիրքերը, եւ եթե ոնց նայում ենք, այս մասերն էլ է ինքը մտել եւ սարքի կրակակետեր, ինչպես տեսնում եք, այո, սա էլ է թուրքական, որտեղ եթում է վերև ադրբեջանական եւ վերևից են գալի, այս ձև սենց գրավել են այս մասը, Պոլնստյու ախպեր ջան, սենց լիովին գրավել են այս մասը, մտել են հապ երկրի տարածք, իսկ հապ երկրի Ռուսաստանը, մատ ուզում եմ ես հիշացնեմ, որ ժողովուրդ ջան, Ռուսաստանը ոչ միայն հապկով է պատասխանատու մեր տարածքի համար, այլ պատասխանատու է նաև առանձին, որպես սայուզնիկ, հա, որպես դաշնակից, եւ իրանք սա անվանեցին, տեսակ չէ տարածքը, սրանք անվանեցին Միսարենկոմ այսպիսի բառացիորեն անվանեցին, մտում դե չգիտենք, որ իրանք էսյան էյան, դե Հայաստանը չի, ուրեմն 7-ից 8 կիլոմետր ուղիղ գծով
հա, ներխուժել են Հայաստանի տարածք, կարող եմ մի քիչ ասեք, որ մի քիչ տոշնի լինի ժողովուրդ ջան, ես հա, չասեն, մի կիլոմետր ավել ասես, մի կիլոմետր պակաս ասես, եկեք ավելի լավ է մի հատ մենք չափենք, որ հասկանալի լինի, եթե ստեղից sense ուղիղ գծով գանք միջև ստե 689, ահա, համարյա 7 կիլոմետր, այդտեղ երևում է, ահա, համարյա 7 կիլոմետր ուղիղ գծով, ժողովուրդ ջան, այս սահմանի գծից միջև ստե, ուղիղ կիլոմետր, ուղիղ համարյա 7 կիլոմետր ներխուժում հայկական տարածք, սա ուղիղ գծի մասին է խոսքը, եւ սա իրանք ասում են միսար են կողմ, միսար էս կողմ, հասկանում եք, իսկ Հայաստանի փոքրիկ երկրի նման ավելի Հայաստանի փոքրիկ երկրի նման երկրում 7 կիլոմետրը դա առելի տարածք է, դու արդեն ջերմուկ են մտնում, ուստի ի շնորհիվ Google-ի գոնե շնորհակալություն Google-ի գրածա որ ազերբայջանական օկուպացիա է սա, ազերբայջանական օկուպացիա, ստե հենց այսպես էլ գրել է Google-ն, իսկ որ նայեք արա, ուշադիր լսեք, այդ կուտուտողներ ուրեմն հակահայ մարդիկ եք դուք, անգամ Ադրբեջանը Google-ն, որը որ Հայաստանի հետ պայմանագիր ընդհանրապես չունի, գրել է որ սա Հայաստանի տարածքն է եւ ադրբեջանական ուժերը օկուպացրել են, իսկ ռուսը, այ ռուսացած արմյաշկեք, սա որպես հայկական տարածք չի դիտարկում, եկենձի լոլոյա կարդամ, այ լավ էլ անում են որ ձեզի արմյաշկային ասեմ, ու սա ժողովուրդ ջան, ես ուզում եմ որ չխառնեք, որտեվ մի քանի անգամ եղել է, որ ասել եմ ռուսացած հայեր, բան, որ ասել եմ, ապերբա դու խես Ռուսաստանի հայությանը, անգեր ջան, ես Ռուսաստանի հայությանը չեմ վիրավորում, նարու մի արա, ես Ռուսաստանի հայությանը չեմ վիրավորում, ես վիրավորում եմ ռուսացած հայերին, ռուսացած հայը էնա, որ վերադասում Ռուսաստանի շահերը ավել, քան Հայաստանի եւ հայի շահերը, դա էլ հայ չի, դա արդեն այն արմյաշկին է, որ ասել ռուսացած հայն է, այսինքն ինչ հայ արդեն, եթե վերադասում մի ուրիշ պետության շահերը ի վնաս Հայաստանի, դա էլ հայ չի, այ իրանց ես արմյաշկա եմ ասում, եղավ, եւ ռուսացած հայ, որտեղ նրանք էլ հայ չեն, հայի ազգանուն չունեն, ի ուրախություն ես գիտեք, որպես բլոգեր, ժողովուրդ ջան, ես հետևել եմ բազմաթիվ բլոգերների, բազմաթիվ վերլուծականների, մասնագետների եւ միշտ ես ինչ եմ անում, ես ման եմ գալի եւ ուզում եմ գտնեմ էլի ով է այն մարդը, որը որ ինչ որ գումարային աշխատանք անում, այսինքն ես գոնեի մեջ կարող ես չբարձրացնեմ, ես շատերին տենում եմ, որ դրանք ծախված են, չէ՞, ու միշտ ուզում եմ փնտրեմ գտնեմ, թե գոնե այս հարցում ինչ որ մարդ կա, որ sense չեզոք մի հատ բան ասում, ես իրողություն ուզում եմ ասեմ, երևի միակ մարդը, որ չեզոք ու ճիշտ վերլուծություն արեց, դա Արայիկ Սարգսյանն էր։ Ես անգամ երկու հատ վիդեո եմ իր լայվերից դրել, որ մարդը իրոք չոտքի կանգնավ ասեց, որ էս ինչ ձև է вообще ընդհանրապես, էլի։ Մի հատ եկեք դիտենք Արայիկ Սարգսյանի երկու լայվերի մի հատված, տեսնեմ ձեր մոտ նորմալ երևում է, օրինակ այստեղից կարելի է դիտել մեկ բարկյան ասես մեծացնեմ, էսի բաննա ժողովուրդ ջան, չեք տենում, բայց ես գիժի եկավ, նայեք սրան, արամի պրտյարա, էսի նարուտոնա, լավնա, դե նստի վիդեո ենք հանում, հա, մի բան չսխմես, ուրեմն լսենք, մի հատ Արայիկ Հարությունյան, Սարգսյանին կներեք, միոպե, էսի փոխեմ, Նարուտոն սաղ փչացնում, ահա, գնաց։ Հայ մնալու հայապահպան խնդիրն է, որովհետև Ռուսաստանում հայկական դպրոցներ իսպար գոյություն չունեն։ Երեք իմ հաղորդման ժամանակ մեկ հարգարժան իմ հետևորդներից մեկը գրել է Ռուսաստանում կա մեկ դպրոց շուրջօրյա, հա, ես խնդրեցի հասցեն, որովհետև ես չունեմ այդպես ինֆորմացիա, չեմ տիրապետում, բայց մինչև հիմա հարգարժան այդ ընկերը պետք է ուղարկել Ռուսաստանում այն քաղաքի կամ գյուղի հասցեն, որտեղ կա շուրջօրյա, հա, ասինքն հանրակրթական մեկ դպրոց առաջի դասարանից մինչև 11-րդ դասարան։ Ռուսաստանում ապրում են առնվազն 2.5 միլիոն հայեր, որոնք գնում են ուծացման։ Ես ես ցավով եմ ասում, ամենայն պատասխանատվությամբ ասում, եթե այսպես շարունակի, կարծում եմ եւս մի 10 տարի եւ Ռուսաստանում բնակվող 2.5 միլիոն եւ դրան նաեւ ավելացած հայերի
թիվը ասենք մոտ 2.7 միլիոն հայերից հայերեն գրել կարդալ հատկապես նոր սերունդը, այսինքն սերունդ, որը արդեն 20-25 տարեկան է, նրանց ընդամենը կարողանա 10-15% է։ Սա գնում է ասիմիլյացիայի եւ ընդհանրապես ոչ ավել կամ ոչ պակաս եւս 15-20 տարի եւ Ռուսաստանում ապրող հայերից ազգանվան յանը կմնա, ցավով եմ սա ասում, որովհետեւ Ռուսաստանի պետությունը շարունակում է իր զավթողական մեծապետական քաղաքականությունը հայերի հանդեպ, հատկապես որպեսզի հայերը ասիմիլացնեն եւ հայերը իրենց գենետիկ, իրենց այսպես ասենք տեսակով էթնիկ թարմացնեն այդ ուրեմն այդ ազգը Հասկացաք ժողովուրդ ջան, սրա մասին ես շուտվանից էի ասել, որ գիտեք ինչ պահեք ձեր ինքնությունը, հիշում եք, հին իմը հետևորդները քիչեք, պահեք ձեր հայությունը, պահեք ձեր ինքնությունը, երբ որ Ռուսաստանում ինչ որ բան հակահայ ալնում, ինչ որ մի ձև ցույց տվեք, որ դուք թույլ չեք տա, որ հայի ինքնությանը ինչ որ մեկը ոտնձգություն կանի, ռսցած հայերի կողմից ստացել իհարկե նորմալ հայերը նորմալ արձագանքել են կարգին հայերը ռսցած հայերից արաբայս ինչ էս ասամ անգեր հլա արիստե ապրի հլա արիստե միտինգ արայից գբր այդ ձև դեբիլ տոնայնությամբ անմակարդակ տոնայնությամբ գցենք որ ինքը միջև համի այդ մակարդակին ամնացե այդ ձև հիմար հայտարարություններ էր անում որ մթոմ բան դու մեծիխի ես վիրավորում բան արի լտենակ բայց դե չեն հասկանում ես շատ լավ հասկանում եմ ի տարբերություն քո նման մարդկանց ապեր ջան որ դու չես կարող այդ հաս կարմիր հրապարակում կանգնես միտինգ անես ի տարբերություն նորմալ երկրների հա ասենք ցանկացած նորմալ երկրում կարաս ելնես քո բողոքի ակցիան անես ի տարբերություն այդ դրանով էլ դու ընդունում ես որ դա տուֆտա երկիր է հա դա զավթողական բերանփագոցի ֆարշ փուչիկ երկիր է բացի դրանից նորմալ եթե հայ համայնքը նորմալ ղեկավար ունենար նորմալ ձևով կարող էր կազմակերպել հայության ինքնապաշտպանություն օրինակ բողոքի խոսքը հասնել երկրի ղեկավարությունը առանց դուրս գալու բողոք անելու օրինակ կարայք ցենք եթե 3 միլիոն հայ կար դա պիտի արդեն կազմակերպիչ կազմակերպել որ հանգարց հակահայ բանա լինում չէ հակահայ բանալում ցենք կարող է այդ հաջորդ օրը մի 100,000 հայ հիվանդանար գործի չեթար օրինակի համար սա կլներ մեծ ապտակ ցանկացած ղեկավարի համար եւ սրա համար չէին գալու այդ 100,000-ին ցենք ձերբակալելու բայց վատն էնա որ ղեկավարն էլ հայերի մասին չի մտածում ես մի քանի անգամ դիտել եմ մի քանի անգամ անդրադարձել եմ այդ հայերի Ահա ինչ էր, արա եսի մինչյան, ոբշեմ, անգամ չեմ ուզում հիշեմ, որ սպա Հայաստանը հետ իշտեղ է, այդ մեկը թե ինչ ապրեք, բայց չէ Ռուսաստանը տա տեղ, որ երկու բառ չես կարում խոսած, որտեվ կարող է երկու բառ խոսալու համար կան ձերբակալեն քեզի տանեն չգիտեմ փագեն, այդ ա տեղը Եվ նույնպես մի հատ Արայիկ Սարգսյանը այսօրվա արդեն եթերում, հա, կարծեմ, լավ բան ասեց, մատեսել լսենք Ես շատ շնորհակալ եմ, որ կան այսպիսի մարդիկ, որ այդպես անկեղծ եւ ճշմարտությունը ճիշտ ժողովրդին կասեն։ Մտ լսեք։ Պարոն Սարգսյան, ինչ եք կարծում Սամվել Կարապետյանի շուրջ գործողությունների մասին Վարսիկ Դալաքյանի հարցն է։ Պատասխանում եմ Վարսիկ Դալաքյանին։ Եվ մնացած Վարսիկներին եւ Դալաքյաններին, որտեղ բոլորը հիմա այդ պատվերի տակ են հիմա, պատվերի տակ։ Սա պատասխանատու եմ հայտարարում։ Սա ոչ թե հայ-ռուսական կամ հայ-թուրքական հարաբերություն է, սա ռուսական, մեծապետական, հա, շովինիստական, զավթողական քաղաքականության ռուդիմենտն է։ Այսինքն նախավերջի, ուշադիր, վերջի ակորդը նրանց միգուցե շատ ու չմութ ուժերի Հայաստանի ղեկավարությանը գլխատելն է, քաղաքական իմաստով նկատի ունեմ, եւ իշխանությունը հանձնել նման մարդկանց կամ նրանց կողմից հովանավորվող չակերտավոր նախկին նախագահներին կամ նրանցով պարփակված անձանց։ Խոսքը բոլոր 4 նախագահների մասին է, որոնք ախորժակով հետևում են process-ին։ Այստեղ ամենահետաքրքիր դիրքը ուշադիր լսեք։ Անգլիայինն է։ Անգլիային ձեռնատու է ռուս-թուրքական կոնֆլիկտ։ Ուրեմն ժողովուրդ ջան, դուք հասկացաք, չէ՞։ Երկու բառով իհարկե
որ ինչ է իրականում կատարում։ Այն ինչը որ ես ասում եի։ Սա Ռուսաստանի դիշովի եւս մի խաղն է եւ ամեն ինչը որ կատարվում է այս պահին, երբ որ Հայաստանը ինչ որ կուզենա լավ փոփոխություն կանի, ռուսը շարունակում է իր առաջվա կուտը գցել, որ չգիտես, որ հայ ժողովուրդը նորից ուտի, այսի որ լինի, թուրքը կլինի, հա։ Դες ինչի էի ասում, դուք ուշադրություն մի դարձրեք ինչ ասում։ Էվախ Սերժին միկա, էվախ Քոչարյանին մի կպեք, այ թուրքը կլինի, դա, բայց թո Քոչարյանը ձեզի ձեր երկրի մեջ գնդակահարի, հա, այդ էլ հայրենասեր մարդներ, հա։ Թո հետո բանը Սերժին մի կպեք, թուրքը կլինի, հա, համի բանին մի կպեք, աուն ինչա, համի այս մարդուն մի կպեք, այդ հեծերը թուրքը կլինի, տերին մի կպեք թուրքը կլ, էդի սա ռուսի կուտն այդ թուրքով մեռավ ձեր գլխին մեշոկ պապի խաղալով, ու այս դեգեներատները գալի այդ դեգեներատ իրանց հալով, իրանց արշիվով են ինչ չափում ու տես գրում են, դու ուզում ես թուրքը լինել, հոգեկան հիվանդների նման, էլի եմ կրկնում ձեր համար, այդ հատուկ կամ զակաս կատարող ֆեյքերի կամ իրոք դեգեներատների, հա, որ տարիքով արդեն բավականին մեծ մարդ են ու չեն հասկանում, որ իրանք կուտ են ուտում, ձեզի էլի շփացատրեմ։ Ձեր համար գոյություն ունեն ալիքներ, որ հատուկ ստեղծված է ձեր համար։ Դե Սալավյովն է, Միկա Բադալյանն է, ձեր համար ընդ 5-րդ ալիքն է, 24 ալիքն է, ու տես լիքը ալիքներ կա։ Գնացեք ըտե նստեք, ձեր համար վայելեք ձեզի տրվող կտերը։ Այս ալիք մի մտեք, մենք ձեր կարիքը չունենք, ոչ իմ հետևորդները նորմալ մարդիկ ձեր կարիքը ունեն, ոչ ես ձեր կարիքը ունեմ, ոչ էլ ձեր ասածը ինձի հետաքրքիր է, ռադելեք, մաքրվեք, կամ էլ ես ձեզ կմաքրեմ, հասկացաք, գնացեք ձեր Պուտինստանը, ընդ ձեր լիքը տարածք ունեք, գնացեք ընդ ապրեք ձեր համար, Հայաստանից ու մեզանից հեռու մնացեք, навсегда Ես էլ ձեզի ռուսերեն ասեմ, որ լավ հասկնակ, դավայցի, ստեսություն, հաջողություն, ժողովուրդ ջան, դրեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որտև սա այն յութուբյան դաշտի, սակարավաթիվ կարելի ասել ալիքներից մեկն է, որը որ իրոք պաշտպանում է հայոց ազգային շահերը, և իրականությունը ձեզի պատմում է, ոչ թե ինչ-որ մեկի տրուսիկն է լվում, չկա մի մարդ այս աշխարհում, չկա մի կազմակերպություն կամ մի քաղաքական ուժ այս աշխարհում, որը որ այս ալիքին հովանավորում է կամ զակասներ է տալի, գոյություն չունի ու չել կարա լինի։ Այսօր այսքանը, ստեսություն, հաջողություն։